Բարի երեկո, դուք դիտում եք հորիզոնը։ Խորհրդարանում մի քանի օր տևած քննարկումներից հետո հաստատվել է 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի մասին հաշվետվությունը։ Մինչև քվեարկությունը եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ճանաչելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը ֆորպոստի վարչապետի կարգավիճակից հստակ անցում է կատարել Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի պաշտոնին։ Դա հաշվի առնելով կառավարության ղեկավարը խորհրդարանական ամբիոնից եւս մեկ անգամ հայտարարում է, որպես պետություն այսօր ավելի անկախ ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի պետություն ենք, քան երբևէ։ Ամենակարևորը, սակայն ըստ Փաշինյանի, ի վերջո այն հարցի պատասխանը տալն է, թե արդյոք իշխանությունը իրագործեց ապագա կա ապագա կարգախոսը։ Այո, մենք այդ խնդիրը լուծել ենք, որովհետև այն, ինչ մենք այսօր հանրությանը ներկայացնում ենք, որպես իրական Հայաստանի գաղափարախոսություն, դա ապագայի հստակ գծագրված նախագիծ է, եւ այդ նախագծի գոյությունն է երաշխիքը այն բանի, որ կա ապագա եւ այդ ապագան ունի շատ կոնկրետ պարամետրեր եւ այդ պարամետրերից կարեւորագույնը սեփական միջավայրում հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալն է, լիարժեք եւ ամբողջական հարևանների տարածքային միջազգայինորեն ճանաչված տարածքների ամբողջականությունը ճանաչելը եւ դրանով սեփական տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը ճանաչելը։ Վերջին տարիների պատմությունն ըստ Նիկոլ Փաշինյանի հաջողության պատմություն է, որքան էլ ըստ նրա հակառակն են փորձում ներկայացնել։ Վարչապետը նկատում է, շատ են խոսում նաև այն մասին, որ կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Նիկոլ Փաշինյանն այս հարցի մասին ասում է երկար է մտածել եւ հանգել է այն եզրակացությանը, որ ոչ թե կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը, այլ գտել ենք Հայաստանի Հանրապետությունը։ Լեռնային Ղարաբաղի հարցը որպես ինչպես ընդդիմության գործընկերներն էին ձևակերպում, որպես թոք օգտագործվել է, որ Հայաստանի Հանրապետությունը չգտնվի, Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն չկայանա եւ Հայաստանի Հանրապետությունը կայանում է եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ ես եւ մենք բոլորս առնվազն ես, որովհետեւ բոլորի հետ չեմ խոսել, դրա համար իմ անունի այս թեմայով շատ մանրամասն չեմ խոսել, ավելի լավատես եմ, քան երբևէ։ Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրադրություններին, տարածաշրջանային հնարավոր խնդիրներին երբեք այնքան պատրաստված չի եղել, որքան այսօր, վստահեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Դրա ամենակարևոր արտահայտությունն ըստ նրա այն արտաքին հարաբերություններն են, որոնք ունի Հայաստանն այսօր։ Այո, խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո, տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների եւ մեր վիճակի կարգավորումը եւ մեր միջազգային հեղինակության աներկբա եւ աննախադեպ բարձրացումը։ Վարչապետն այս ամբիոնից եւս մեկ անգամ անդրադառնում է պնդումներին, թե իշխանությունը պայքարում է եկեղեցու դեմ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով իրենք կանգնել են եկեղեցու սրբության սրբոցը նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Կառավարության ղեկավարը հիշատակում է Աշտիշատի ժողովի մասին, որտեղ սահմանվել է, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն, որովհետև Փաշինյանի խոսքով եկեղեցու ամենանվիրված եւ հավատարիմ ծառաները պետք է մոռանան անձնական կյանքի մասին, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետև ամենայն հայոց կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու գույքի տերն է երկրի վրա։ Պատկերը սակայն ըստ Փաշինյանի այսօր լրիվ այլ է։ Մոմի գործի բանը հազար ներողություն ես բառիս համար, մոմի գործի նայողը կաթողիկոսի աղբոր տղան է։ Կաթողիկոսի չէ, Կտրիչ Ներսիսյանի։ Ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիչ Ներսիսյանի եղբայրն է։
Այն մյուս թեմի առաջնորդը իր քրոջ որդին է։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հայ առաքելական եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից։ Եվ մենք ոչ թե եկեղեցու դեմ ենք պայքարում, մենք պայքարում ենք եկեղեցու արժեքների եւ նվիրապետության համար։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ մարդիկ, որոնք խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, քար առ քար քանդում են հայ առաքելական եկեղեցին, նվիրապետությունը, պատմությունը, ավանդույթն ու արժեքը։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Թուրքիայում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին Հայաստանի վարչապետ Փաշինյանը կմեկնի Թուրքիա, վարչապետը նշել էր, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն։ Ավելի վաղ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդգծել էր, որ վարչապետի այցը Թուրքիա պատմական է, Հայաստանի ղեկավարը առաջին անգամ է նման մակարդակի այց իրականացնում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գեորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Խայթին, որը Հայաստանում է սոցիալական արդարության 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ դինամիկ զարգացող փոխգործակցությանը։ Նախագահը նշել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության, բարիդրացիացիության եւ համագործակցության ճանապարհով առաջ շարժվելու դիրքորոշում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ Դիլիջանում կայացել է Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն դեպի համագործակցության նոր հորիզոններ խորագրով երկրորդ համաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են հայ եւ վրացի փորձագետներ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վերլուծական կենտրոնների հետազոտողներ։ Մասնակիցների ելույթները հիմնականում վերաբերել են նոր աշխարհաքաղաքական իրողությունները եւ տարածաշրջանային համագործակցության թեմաներին, հայ-վրացական հարաբերությունների ռազմավարական օրակարգի ձևավորմանը։ Վերջին տարիներին մեր համագործակցությունը հասել է նոր ռազմավարական մակարդակի, որի բառապացույցն է 2024 թվականին ստորագրված ռազմավարական գործունեության հռչակագիրը։ Այս փաստաթուղթը կարևոր երաշխիք է մեր ժողովուրդների փոխվստահության եւ հարգանքի համար։ Հայաստան-Վրաստան ռազմավարական գործունեության հիմքում շարունակական քաղաքական երկխոսությունն է, տարածաշրջանային կայունությանն ու համատեղ զարգացմանը նվիրվածությունը։ Մեր համատեղ օրակարգի առանցքային ուղղությունը տնտեսական կապերի ամրապնդումն է նաև։ Առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ տուրիզմի ոլորտներում նոր ծրագրերի իրականացումը մեր երկրների համար ստեղծում է զարգացման նոր հնարավորություններ, հենվելով աշխարհագրական հարևանության եւ փոխլրացման ներուժի վրա։ Մեր գլխավոր նպատակը խաղաղ եւ զարգացող հարավային Կովկասն է։ Հայաստանը էական ջանքեր է գործադրում հավասարակշռված եւ կայուն հարաբերություններ կառուցելու իր բոլոր հարևանների Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Իրանի հետ, հիմնվելով ինքնիշխանության եւ իրավահավասարության սկզբունքների վրա։ Հայաստանն ու Ադրբեջանը վերջերս ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները եւ այժմ ընթանում են սահմանազատման ու տարածաշրջանային կապուղիների բացման շուրջ քննարկումներն ու շփումները։ Նշանակալի առընչեթաց կա նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանները բացելու ուղղությամբ։ Հայաստանի կառավարության առաջ քաշած խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունն իրապես համահունչ է Վրաստանի որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի տեսլականին։ Նպատակն է Կովկասն ու հարևան տարածաշրջանները կապել ժամանակակից ենթակառուցվածքներով եւ կապերով, ինչն էլ կբացի նոր հնարավորություններ մեր երկրների համար։ Ուզում եմ ընդգծել կարևոր մի հանգամանք։ Վրաստանը Հայաստանի դարպասն է
է դեպի Եվրոպա եւ Ռուսաստան։ Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս Հայաստանի ապրանքների եւ ուղևորների անխափան ելքին միջազգային շուկաներ հենց Վրաստանի միջոցով։ Սա մեր ռազմավարական առաջնահերթություններից է, որի համար անհրաժեշտ է համատեղ եւ համակարգված քայլեր իրականացնել։ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան հյուրընկալել է միջազգային կարևոր աշխատաժողով, որի շրջանակներում մի շարք երկրների առաջին տիկնայք եւ պարոններ քննարկել են փափուկ ուժի նշանակությունը ժամանակակից աշխարհաքաղաքականության եւ դիվանագիտության համատեքստում։ Աշխատաժողովին մասնակցել է նաեւ Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանը։ Վիեննան համարվում է բազմակողմ դիվանագիտության կենտրոններից մեկը։ Հենց այստեղ էլ տեղի ունեցավ փափուկ ուժ եւ աշխարհաքաղաքականություն թեմայով առաջին տիկնանց եւ պարոնների աշխատաժողովը։ Այս մասին ավելի ուշ։ Իսկ մինչ այդ աշխարհի տարբեր երկրներից Վիեննա ժամանած առաջին տիկնայք եւ պարոնայք հանդիպեցին, ծանոթացան ու շփվեցին Վիեննայի քաղաքային թանգարանում։ Այստեղ էր նաև Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նրան ջերմ դիմավորեցին հանդիպման նախաձեռնողները Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան եւ Ավստրիայի առաջին տիկին Դորիս Շմիդաուերը։ Արդյունավետ զրույցներ եղան նաև միջոցառման այլ մասնակիցների հետ։ Հետո մեկնարկեց հանդիպման մշակութային հատվածը։ Հյուրերը շրջեցին թանգարանով, որը ներկայացնում է Վիեննայի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Փափուկ ուժը որպես դիվանագիտական գործիք հաջորդ օրը Ավստրիայի նախագահի նստավայրում մեկնարկեց առաջին տիկնանց եւ պարոնների միջազգային աշխատաժողովը։ Մասնակիցները 9 երկրից էին՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Գվատեմալա, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա եւ Գերմանիա։ Աշխատաժողովը կազմակերպվել էր The Summit of First Ladies and Gentlemen Global Platform-ի եւ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի համագործակցությամբ։ Այստեղ ընդգծվեց առաջին տիկնանց եւ պարոնների բացառիկ դերը որպես փափուկ ուժի գրողներ։ Մասնակիցները նշեցին ժամանակակից աշխարհում, որտեղ միջազգային հարաբերությունները դառնում են ավելի անկանխատեսելի, ավանդական գործիքակազմը պետք է վերանայվի։ Փափուկ ուժը չի նշանակում լինել փափուկ, այն նշանակում է լինել խելացի եւ արդյունավետ։ Դուք այստեղ ներկաներդ հանրային դեմքեր եք եւ մեծ դերակատարություն ունեք պատմությունը կերտելու հարցում։ Աշխատաժողովին ներկա հեղինակավոր դիվանագետ Էմիլ Բրիքսի դիտարկմամբ էլ այսօր ազգերի միջև պայքարը որոշվում է ռազմական եւ տնտեսական գործոններով, այլ կերպ ասած կոշտ ուժով, այլ ոչ թե խաղաղ հանրային երկխոսությամբ։ Ուստի նրա համոզմամբ պետք է վերանայել ուժի ընկալումը եւ երկխոսել, լսել դիմացինին։ Աշխատաժողովին ելույթներ ունեցան այլ հեղինակավոր բանախոսներ եւս, նրանք անդրադարձան այնպիսի թեմաների, ինչպիսիք են հանրային դիվանագիտությունն ու փափուկ ուժը փոփոխվող միջավայրում, աշխարհաքաղաքական զարգացումները եւ կանանց դերը խաղաղության եւ անվտանգության ոլորտներում։ Նշեցին, որ փափուկ ուժը վեր է դասվում քաղաքական ուղերձներից եւ դառնում մշակույթի, կրթության, մարդասիրության եւ վստահելի հաղորդակցության լեզու։ Առաջին տիկնայք եւ պարոնայք չլինելով պաշտոնական քաղաքական գործիչներ, սակայն ունենալով միջազգային հեղինակություն, կարող են կառուցել կամուրջներ այն ժամանակ, երբ սովորական դիվանագիտական խողովակները ձախողվում են։ Այստեղ կարճ խոսքով հանդես եկավ նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա ներկայացրեց իր տեսլականը խաղաղության կերտման գործում եւ կիսվեց անձնական պատմությամբ, որն արժանացավ գնահատանքի ու ծափահարությունների։ Հագեցած հանդիպումն այսպիսով ավարտվեց։ Ավստրիայի առաջին տիկինը ջերմ խոսքերով ճանապարհեց Աննա Հակոբյանին, նշելով, որ իր համար նա ուժեղ կնոջ կերպար է։ Գոհար Սարգսյան, Հորիզոն։ Մոսկվայում ավարտվել է միջազգային ջազ փառատոնը, որին մասնակցել են ավելի քան 1000 երգիչներ եւ նվագախմբեր Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, Միացյալ Նահանգներից։ Հայաստանը այս տարի փառատոնին ներկայացրել էր Արցախի ջազ նվագախումբը, որն Արցախի հայաթափումից հետո վերջերս է վերամիավորվել։ Մոսկվայից մեր թղթակից Վահե Ավանեսյանի տեսանյութը արցախցի ջազ նվագախմբի ելույթների եւ դրանց նախորդած ադրբեջանական հակազդեցության մասին։ Ռուսաստանի այս ամառվա գլխավոր երաժշտական իրադարձությունը Մոսկովյան ջազ փառատոնն է, որը ընթանում է մայրաքաղաքի գլխավոր զբոսայգիներում, որոնցից կենտրոնականը այստեղ է, Զարյադյայում, Կրեմլի անմիջական հարևանությամբ, եւ այսօր այստեղ ելույթ է ունենում Արցախի ջազ համույթը։ Բնականաբար այդ ելույթը քաղաքական ենթատեքստ ունի եւ ադրբեջանական դեսպանատունը մեկ շաբաթ շարունակ ջանք չէր խնայում, որպեսզի կասեցնի Արցախ ջազ համույթի ելույթը Մոսկվայում, սակայն ելույթը այս պահին այնտեղ շարունակվում է։
Արցախի ջազ նվագախումբը վերամիավորվել է այս տարվա ապրիլին Մոսկվայում գործող Դիալոգ հասարակական կազմակերպության աջակցության շնորհիվ։ Կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանի առաջարկով նվագախումբն ընդունել է Մոսկվայի ջազ փառատոնի մասնակցության հրավերը, որից հետո սկսվել են դիվանագիտական հարձակումները Ադրբեջանի կողմից։ Հայտնի է, որ Ադրբեջանի դեսպանությունը բողոքել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի Արցախ նվագախմբի ելույթը հանվի փառատոնի ծրագրից, ինչպես նաև Կազլովի ջազ ակումբում հանդես գալուց։ Բայց մեր կազմակերպությունն էլ իր դիրքերն ունի Մոսկվայում եւ մեզ հաջողվել է համոզիչ փաստարկներով ռուսաստանյան պետական օղակների մոտ ավելի համոզիչ լինել եւ չեզոքացնել ադրբեջանցի դիվանագետների աշխատանքները։ Եվ այսպիսով Արցախ ջազ նվագախմբի մասնակցությունը Մոսկովյան միջազգային ջազ փառատոնին ստեղծում է դրական նախադեպ, որը կարող է ճանապարհ բացել հետագայում ռուսաստանյան համանման հարթակներում արցախյան մշակութային եւ հասարակական կառույցների ներգրավվածության համար։ Մոսկվայի ջազ փառատոնի մասնակիցներին հնարավորություն է տրվում ելույթ ունենալ բացօթյա բեմերից մեկում եւ եւս մեկ ելույթ ջազ ակումբում։ Արցախի նվագախմբի վերապահված էր մեծ առավելություն։ Նրանց ելույթը եզրափակում էր գլխավոր բեմի համերգային ծրագիրը։ Համերգը սկսելուց ակնթարթներ առաջ Շանթերուստանկերության հետ իր զգացմունքներն է կիսում նվագախմբի հիմնադիր ու դիրիժոր մաեստրո Տիգրան Լալայանը։ Հիմա մեզ կանչում են արդեն պիտի բեմ դուրս գանք, արդեն Ինչ որ նշանակություն կարևոր տեսնում եք այս ելույթի մեջ։ մեծ նշանակություն, որտեղ մենք հիմա մասնակցում ենք բավականին լուրջ փառատոնին, ասինքն միայն մեկ big band, որ ներկայացնում է Հայաստանից Արցախ անունով, ու այդ մեծ սիմվոլիկ հատկանշանական իմաստ ունի, ու հիմա մենք ելույթով հանդես կգանք մեծ հանդիսատեսի առջև, որպես մեր հայկական ոճի ներկայացուցիչ։ Մոսկովյան իրենց ելույթի համար Տիգրան Լալայանն ընտրել էր ջազի համաշխարհային գոհարները, համեմելով դրանք հայ կոմպոզիտորների երգերով՝ Ռոբերտ Ամիրխանյան, Արտեմի Այվազյան, Ալեքսանդր Աճեմյան, Կոնստանտին Օրբելյան։ Մոսկովյան հանդիսատեսը մեծ ջերմությամբ էր ընդունում Արցախի ջազ նվագախմբի բոլոր համարները, երկար ծափերով ոգևորելով երաժիշտներին։ Ադրբեջանցիները հավանաբար հասկացել էին, որ այս մթնոլորտում սադրանքի դիմելը կլինի ի վնաս իրենց, ուստի ելույթի ժամանակ ոչինչ չէին ձեռնարկել, ու համերգը թե որակապես, թե կազմակերպչական առումով անթերի անցավ։ Արցախ, Տիգրան Լալայան, Արմենիա։ Հաջորդ օրը Արցախի նվագախումբը ելույթ էր ունենում հեղինակավոր ջազմեն Ալեքսեյ Կազլովի ակումբում։ Ջազ ակումբում մթնոլորտն ավելի կամերային էր, ու այստեղ արցախցիներին միացավ հայտնի ու սիրված երգչուհի Մարիամ Մերաբովան։ Հայաստանը ավանդաբար ջազի ամենաուժեղ դպրոցներից մեկն ունի։ Ինձ համար նվագախմբի անունը Արցախ առանձնակի նշանակություն ունի, ու ես միանգամից եմ արձագանքել։ Մենք վաղուց ենք Տիգրանի հետ կապի մեջ, դեռ պատերազմից առաջ։ Ծրագրում էինք համատեղ համերգ տալ Արցախում։ Այժմ նվագախումբը վերականգնվել է, երիտասարդացել է, հավաքել ենք շատ տաղանդավոր երաժիշտներ, ու մեր պարտքն է նրանց աջակցել ու հավատալ։ Տաղանդավոր երիտասարդներ, հիանալի մաեստրո, ես պատրաստ եմ միշտ նրանց նեցուկ լինել։ Պետք է նշել, որ Ալեքսեյ Կազլովի ակումբի տնօրինության վրա նույնպես ճնշումներ են գործադրվել։ Հեղինակություն վայելող տարբեր ադրբեջանցիներ են դիմել, մեկ սպառնալով, մեկ խնդրելով չթույլատրել խմբի ելույթը։ Վերջին առաջարկը եղել է համոզել երաժիշտներին գոնե այլ անվան տակ ելույթ ունենալ, բայց թե հրավիրող կողմը Դիալոգ հասարակական կազմակերպությունը, թե նվագախումբը նման առաջարկները նույնիսկ չեն դիտարկել։ Արցախ անունը մեր դեպքում միշտ լինելու է, ինձ թվում է այդ ամբողջը ավելի խոր արմատներն ու որ մենք պարտավոր ենք պահպանենք։ Ես ինքս ծնվել եմ Ստեփանակերտում, ինքս ապրել եմ իմ ընտանիքս երաժշտականը, մենք եկել ենք մեր Աստծո տված միսիան շարունակենք։ Վահե Ավանեսյան, Կոնստանտին Չուգրեև, Էդգար Հովանեսյան, Մոսկվա, Շանթ Նյուզ։
Իդեպ Արցախի ջազ նվագախմբի ամբողջական ելույթը շուտով կարող եք դիտել Շանթ Պրեմիում եւ Շանթ Մյուզիկ ալիքներով։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կարճ դադարից հետո եթերը կշարունակի հեռանկարը։ Այսօր հեռանկարի հյուրն է Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը, բարև ձեզ, պարոն Սուքիասյան, շնորհակալություն մեր հրավեր ընդունելու համար։ Իրան-Իսրայել կոնֆլիկտից սկսենք, փաստորեն Միացյալ Նահանգները վերջնագիր է ներկայացնում, Իրանը ասում է, որ չի զիջելու, եւ շատ փորձագետներ ասում են, որ արդեն մոտ է այն օրը կամ արդեն գուցե անխուսափելի է, որ Միացյալ Նահանգները ուղղակի ներքաշվելու է այս հակամարտության մեջ։ Դուք եւս այս հորետեսական զարգացումները, այդ սցենարը հավանական եք համարում։ Կարծում եմ ոչ։ Նայեք, եթե այդ ամենը ստուգենք սկզբնական օրերի պրոպագանդիստական վերլուծությունների համատեքստում, դա կլիներ ճիշտ։ Այսքանի որ շատ իրողություններ են փոխվել, որովհետև պարզ է, որ առաջին գրոհից հետո եղավ ուղեկցող հոգեբանական, պրոպագանդիստական աշխատանքը Իրանի կազմալուծման վերաբերյալ ինչ-որ պանիխիդային տեսքով վերլուծություններ կային։ Մենք էլ իհարկե Հայաստանում վերլուծական դաշտը, որը չգիտես ինչու կպավ այդ գործին, մեր Իրանը լավ չիմանալու հետևանքով նաև այստեղ Հայաստանում արված վերլուծությունները Իրանի բանակի ղեկավար կազմի սպանությունները, որ բայց դուք նկատի ունեք, որ պետությունը ինստիտուցիոնալ պետություն է, դրանք 100 գեներալ ունեն։ Տպավորություն ստեղծեց Իրանի գետնատարած վիճակի մասին եւ Իրանի մոտալուտ վախճանի մասին, բայց եթե պրոպագանդան հանենք եւ այս ամենը ստուգենք պրակտիկայով, ինչը որ մենք սովորություն չունենք անելու, ընդհանրապես ցանկացած բան պետք է պրակտիկայով ստուգել։ Ինչ կա, ինչ ունենք մենք այս օրերին։ Իսրայելը իհարկե հասել է հարվածներ, ունի որոշակի հաջողություններ, բայց Իրանի տարածքը մի հատ նայեք էլի։ Իրանը 1.600.000 քառակուսի կիլոմետր է։ Տարբերությունը նկատի ունեք։ Իդեպ ես այսօր հաշվարկեցի զուտ 67 անգամ Իրանի տարածքը մեծես։ Եթե այն հանգամանքը հաշվի առնենք, որ Իսրայելը այդ փոքր տարածքի մասն էլ անապատ է, 115 անգամ է մեծ։ Այո, եւ հիմա հաշվենք Իսրայելի կորուստները, նաեւ ստեղծված այն պատկերը տարիների ընթացքում Իսրայելի գերազանցության վերաբերյալ, դրանք բոլորը փլվում են հիմա։ Ինչ կա պրակտիկայում, կա երկու պետություն, որոնք պատերազում են, որը մեկը չունի հաջողություն, կար Իսրայելի պատկերը, որը փլվում է, կար Իրանի վերաբերյալ չիմանալու նաև հետևանքով կեղծ պատկեր Իրանի թուլության, որը հիմա հակառակն է։ Ես բան ինչ ունենք, ունենք ըստ էության թուլացած Իսրայել, որը ավելի շատ է կախվելու ԱՄՆ-ից, ես ենթադրում եմ ԱՄՆ-ի նպատակը դա է, Իսրայելին ավելի շատ կախել իրենից, որովհետև հիմա եթե Իսրայելը մնում է միայնակ, Իսրայելը ոչինչ անել չի կարող Իրանի դեմ, ինչ-որ բաներ կանի, բայց շատ հարց լուծել չի կարող։ Եվ ունենք Իրան, որը պատրաստ է միջուկային զենքից հրաժարվել, բայց որը կպահպանի, եթե այսպես ավարտվի, կպահպանի իր հեղինակությունը տարածաշրջանում։ ԱՄՆ-ի ներգրավման հավանականությունը, գիտեք ոնց է, եթե հրթիռներով ներգրավի, հիմա պարզ է, չէ, ստացվում է այնպես, որ Իրանն էլ հրթիռներ ունի։ Եթե շատ մեծ կոնֆլիկտ առաջանա, օրինակ, եթե հրահարեն Իսրայելը օգտագործի ինչ-որ միջուկային մարտագաղթիքներ, այնտեղ եղել է Պակիստանի հայտարարությունը, որ մենք կմիջամտենք։ Եղել է նաև Հնդկաստանի հայտարարությունը, որ մենք էլ կմիջամտենք Պակիստանի դեմ։ Դուք գիտեք, որ Չինաստանի նավթի 40%-ը ապահովում է Իրանը։
պատրաստեց Չինաստանը այդ ռեսուրսից հրաժարվել, արդյոք չի միջամտելու ոչ ուղիղ իմաստով, բայց Իրանին զինելու հետ կապված։ Եվ այստեղ իհարկե Իրանն էլ կտուժի, բայց Իրանի տարածքը մեծ է, որտեղ ինչքան ուզում եք խփեք, բայց եթե շարունակվեց այս պատերազմը Իսրայելի վրա, Իսրայելի տարածքը քիչ է։ Բա կա շատ ավելի մեծ մի բան աղետալի, բա որ հանկարծ Երուսաղեմին խփեցին։ Ինչ է լինել, ով է հաշվել դա։ Իհարկե Իրանը այս հարցում դեռևս բարոյական է, սուրբ տեղերին հարվածներ չի հասցնում, բա որ հանկարծ նման բանի հասնի, ով է դա հաշվել։ Դա համար ինձ թվում է ԱՄՆ-ն այս կոնֆլիկտից ամենաշահածն է դուրս գալիս, ունենում է թուլացած Իսրայել, իրենից կախված, Իրանից կորզում է չափավոր լինելու եւ միջուկային զենք չտարածելու խոստումը, իհարկե իրենց ենթադրում եմ գլխավորապես իրենց նպատակը եղել է Իրանում իշխանափոխությունը, որտեվ ել եմ ասում, շատ եմ ասել, հիմա էլ եմ ասում։ Ամերիկյան ռազմավարական միտքը, օրինակ Բժեզինսկին ասում է, ԱՄՆ Իրան հարաբերությունները, կոնֆլիկտը տակտիկական է, ստրատեգիական չի։ Այսինքն դա չի վերածվելու շատ մեծ կոնֆլիկտի։ Իրենց նպատակը իշխանության փոփոխությունն է։ Երկար ձգենք կոնֆլիկտը, առաջանախառովությունը հեղաշրջում լինի, աշխարհիկ իշխանություն։ Այսինքն մեծ կոնֆլիկտ, մեծ աղետալի հետևանքներով քիչ հավանական է։ Դե որովհետև կամ գուցե բացառում եք։ Հավանականությունը 0-ին մոտ է, որովհետև պոտենցիալը այդպեսին չի։ Եթե կողմերից մեկը ունենար գերազանցություն, նկատելի գերազանցություն, ապա շատ արագ որպես մեծ կոնֆլիկտի արդյունք կլինել որևէ պետությանը կապիտուլյացիա պարտադրելը։ Դա դուք տեսնում եք, որ Իրանը այսօր, որը բավականին կա, պետք է նկատի ունենանք, էլի պատերազմներում մեխանիկական հաշվարկները չի միայն, դա մեր բնավորությունն է, հաշվել մեխանիկական, մեխանիցիստական է մեր մտածողությունը, այսքան զենք սա ունի, Իրանը քիչ ունի, սա ունի այսքան հրթիռ, Իրանը քիչ ունի, վերջ Իրանը պարտվեց, այդպես չի։ Պատերազմներում ուրիշ բաներ էլ կան, գործոններ կա աշխարհագրություն, կա տարածք, կա ժողովրդի բնավորություն, կուտակված փորձ, ժողովրդի ապելու ձգտում, ժողովրդի հոգեբանություն, ժողովուրդները ընդհանրապես տարածքներ լքելու բնավորություն չունեն, հատկապես օրինակ պարսիկները։ Հիմա ո՞նց են այդ ժողովրդին պարտադրելու ու տենց հեշտ բան, այսինքն կոնֆլիկտը եթե շարունակվել, դա ինձ թվում է լինելու է շատ կարճ կոնֆլիկտ։ Տեսեք Թրամփի վերջին խոսքերը, թե մենք կարող է հարվածենք, կարող է նաև չհարվածենք, այսպես որ հստակ որևէ կարծիք, դիրքորոշում, որոշում չկա եւ նշել է, որ գուցե հնարավոր է նորից բանակցել Իրանի հետ, բայց այդ ժամանակը մի փոքր արդեն ուշացել է մի տեսակ, այսպես երկիմաստ երանգներ կան Թրամփի խոսքերում։ Դա ինձ թվում է ԱՄՆ-ն կոնֆլիկտն է կառավարում եւ պարզ է, որ իհարկե այն տարածված տեսակետը, որ Իսրայելը ԱՄՆ-ի շատ ուժեղ դաշնակիցն է եւ այդպես է, բայց պետությունները միայն դաշնակցային պարտավորություններով չեն առաջնորդվում, պետությունները ունեն էգոիզմ, ինչը մի քիչ մենք լավ չենք հասկանում։ Այդ ԱՄՆ-ն գլխավորապես իր շահն է դիտում, հետո նոր Իսրայելի շահը։ Ինձ թվում է կոնֆլիկտի կառավարման թեզեր է դնում շրջանառության մեջ, հասկանալու ումից ինչ կարող են կորզել։ Բայց ենթադրում եմ նպատակը հետևյալն է, գլխավոր հարցին հավանաբար չեն կարողանում հասնել իշխանափոխության, որտեղ ենթադրում եմ իրենց բաղձալի նպատակը դա է։ Նկատի ունենանք, որ մինչև իսլամական հեղափոխությունը Իրանը ԱՄՆ-ի իսկական դաշնակիցն է եղել, Իսրայելի դաշնակիցն է եղել, այսինքն իրենց նպատակը ռազմավարական հարց լուծելն է, իշխանափոխություն ունենալ չափավոր կազմակերպված Իրան։ Հիմա եթե սա չկարողացան, Իրանից կկորզեն միջուկային զենք չունենալու պարտավորությունը, Իսրայելը կչափավորվի։ Պարոն Սուքիասյան, ամեն դեպքում ինչ սցենարով էլ զարգանա այս հակամարտությունը, այն այսպես թե այնպես շատ կամ քիչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, մեր ավելի նեղ տարածաշրջանի վրա, տնտեսական ազդեցությունը արդեն կա եւ այդ մասին նաեւ մասնագետներն են խոսում, բայց իհարկե ավելի կարեւոր է անվտանգային իմաստով ազդեցություն, այսինքն դա նոր սպառնալիք չլինի մեզ համար։ Մինչդեռ հատկապես ընդդիմադիր դաշտում ավելի հաճախ նշում են, որ ուրվոր է Ադրբեջանն էլ Հայաստանի վրա կհարձակվի եւ այլն։ Դուք այդ
տեսակետները կիսում եք, որ սրանով մեր անվտանգությունը ավելի խոցելի է դառնում։ Կարծում եմ ոչ։ Եթե մի քիչ էգոիստ լինենք, պետական էգոիզմ ունենանք, կարող ենք ասել հակառակը բարձրանում է։ Նայեք, ընդհանրապես պետությունները շահագրգռված չեն, որ կողքի պետությունը իրենց ուժեղ լինի։ Դա իհարկե մեզ հատուկ միտք չի, մենք սովորություն չունենք այդպես մտածելու, բայց պետությունը այդպես չեն առաջնորդվում։ Իրանը պարզ է, որ իհարկե որպես պետություն այս կոնֆլիկտից դուրս կգա, բայց դուրս կգա նվազագույն իմաստով, որոշակի իմաստով թուլացած։ Եվ եթե նա մի քիչ թուլանա, նա կդառնա Հայաստանի իսկական դաշնակիցը, որտեղ մենք օրգանական կապ ունենք իրար հետ, հետևաբար ինչով է Հայաստանին վնաս։ Իհարկե մեր բնավորությունն է, մենք սկզբից մտածում ենք հանկարծ չվնասվենք, բայց ես առաջարկում եմ հակառակը մտածել, ինչ անենք, որ շահենք։ Այսինքն մեզ ավելի թույլ Իրան է պետք, քան ավելի ուժեղ։ Մեզ թույլ Իրան պետք չի, մեզ պետք է Իրան, որը կունենա այն պոտենցիալը եւ այն գիտակցությունը, որ Հայաստանի հետ իսկական դաշնակից կլինի։ Ու եթե հիշում եք, սկզբնական շրջանում այնպես էլ չէր, Իրանն էր ժամանակին շատ հետաքրքրված էր Հայաստանում այտենց ներկայություն ունենալու ռազմական, բայց հիմա սրանից հետո իրենք ես ենթադրում կհրաժարվեն այդ մտքից եւ մեզ հետ կգան նվազագույն իմաստով հավասար հարաբերությունների։ Բոլոր վերլուծությունները, որ մեզ համար աղետներ կարող են լինել, էլի հայկական ավանդական երգ կա, ինչ լինում է, վանեցուտուն պետք է փլվի, անպայմանորեն մեզ հետ պետք է կապենք, այսինքն շատ հավանական են դիտում, որ Զանգեզուրի միջանցք եւ այլն չկա այդպիսի հավանականություն, բացարձակ չկա։ Մեր վերլուծությունները նայեք, բխում են ընդհանրապեսի գաղափարից։ Ընդհանրապես ամեն ինչ հնարավոր է, բայց հարցը պետք է քննել մասնավորապես։ Դա հնարավոր է, թե չէ։ Իրանը մեր անվտանգության բաղադրիչ, անվտանգության կոմպլեքսի մեջ բաղադրիչ է։ Ու Իրանը չի, որ ապահովում է Իրան-Հայաստան սահմանը։ Իհարկե ինքը կա այդտեղ, բայց մենք դրանով չի։ Մենք բազմաթիվ գործոններ ունենք, կա Եվրոմիության դիտորդներ, կա, ասեմ, ԱՄՆ-ն եթե Իրանի հարցում խնդիրներ ունի, մեզ հետ խնդիրներ չունի, բաներ կա, պիտի նկատի ունենանք։ Շատ ուրիշ բաներ կա Հնդկաստանի հետ հարաբերությունները, մենք ենք մի քիչ կարգի եկել։ Հռոմի ստատուսն է, թուլացած է Ռուսաստան, բայց որը հիմա ճնշում է կարծես գործադրում եւ ներքին ինչ-որ թե իշխանափոխության, թե գուցե այլ ինչ-որ նպատակներ կա։ Օրինակ Ռուսաստանի այս ավելացող ճնշումը կապում եք օրինակ Փաշինյանի Թուրքիայցի հետ։ Այո, նաև դրա հետ կարող են կապել։ Ռուսաստանը իհարկե ուղիղ ճնշման գործիքներից աստիճանաբար զրկվում է, որովհետև գլխավոր գործիքը խաղաղության պայմանագիրը չկնքելն էր, բայց մենք դու գիտեք արդեն բանակցել ենք խաղաղության պայմանագիրը։ Եվ ինքը այստեղ աստիճանաբար կոնֆլիկտի բացիներից զրկվում է, իրեն մնում է այլ ճանապարհով ներգրավել մեր ներքաղաքական կյանքը մխտարելու գործին, որն է իրեն հարմար գործիքներ, որ ինքը ունի այդ դրամաբանության մեջ նաև վերջին օրերի զարգացումներ։ Այո, ինքը ունի իրեն դաշնակից ուժեր Հայաստանի Հանրապետությունում, որոնք իհարկե քաղաքականորեն փաթեթավորված են, ներկայանում են որպես քաղաքական, բայց ակնհայտ է, որ ազդեցության գործակալներ են մեր երկրի կյանքում, բայց այս հատվածը պարզ է, որ այս 5 տարվա ընթացքում ապացուցեց իր անուժությունը, չկարողացան անել այն ինչ որ իրենք ուզում էին։ Դե համար, բայց քանի որ Ռուսաստանը նպատակը ունի, իհարկե թուլացել է, շատ չի կարողանում ճնշի, բայց նպատակից չի հրաժարվել։ Մենք պիտի նկատի ունենք, որ դա համառ պետություն է, դա երկար աշխատել գիտի, մի օր թուլացած, մի օր ուժեղացած։ Կարծես է, որ նաև կա վերջին օրերին Հայաստանում մեր եկեղեցին ազատագրելու գործընթացը, որը նախաձեռնվել է, որը պետք է շուտ արվեր իհարկե, բայց որը վերջերս է նախաձեռնել, որտեղ մենք գիտենք, որ մեր եկեղեցու ղեկավար դասը մեր 30 տարվա ընթացքում որևէ կերպ արձագանք չի հայտնել, չի արտահայտվել օրինակ ընտրությունների կեղծարարության,
կոռուպցիայի, արտագաղթի, անիրավատ ժողովրդի վերաբերյալ դատապարտող խոսքեր չի ասել, բայց քաղաքականորեն կազմակերպվել է եւ արտադրել է քաղաքական գործիչներ, դուրս է եկել քաղաքական դաշտ։ Հիմա մենք խնդիր ենք դրել, որ մեր եկեղեցին վերջնականապես ազատագրվի, դրա համար եկել է աջակից ուժը հավանաբար դրսից։ Շնորհակալություն, պարոն Սուքեսյան, երկու կարճ հարց Փաշինյան-Էրդողան հանդիպումը, որը տեղի ունենալու վաղը, մենք այսպես որպես դրական փաստ, դրական իրողություն պետք է ընդունենք, թե նաև ունենանք որոշակի մտահոգություններ, մտավախություններ այդ մասով։ Գիտեք, Թուրքիայի հետ հարաբերություններ չունենալը եւ հարաբերությունների կանոնավորման չգնալը ավելի վտանգավոր է, քան հակառակը։ Ես չեմ ասում կարգավորման, որովհետև դրա համար դեռևս երկար ժամանակ կա, նաև պետությունների քաշերն են տարբեր։ Մենք դի նկատի ունենք, որ այդ պետությունը Անկարայից նստում է, Երևանը չի երևում։ Բաների կապ նկատի ունենք, բայց այն որ Հայաստանի Հանրապետությունը հայտ է ներկայացել ուղիղ Թուրքիայի հետ հարաբերությունների քննարկումը, դա շատ կարևոր է, որովհետև մեր հարաբերությունները Թուրքիայի հետ եղել են միջնորդավորված։ Մենք շփվել ենք չերեզներով, չերեզ Վրաստան, չերեզ Ռուսաստան, այս պետությունները իրենց շահերել են, մեջը ծախել են մեր վրա։ Հիմա եթե մենք այս միջնորդին հանենք, ուղիղ խոսենք այդ պետության հետ, մանավանդ նկատենք դա ագրեսիվ պետություն է, այդ պետությանը մենք պետք է նվազագույն իմաստով չափավորենք ագրեսիան։ Դրա համար Հայաստանի Հանրապետությունը ճիշտ է անում եւ պետք է գնա Թուրքիայի հետ հարաբերությունների կանոնավորմանը, մնացածը կտեսնենք հետագայում, այսինքն վնաս չկա, կա օգուտ։ Եվ վերջին այդ կանոնավորման մեջ հնարավոր է Թուրքիան ինչ-որ պարտադրանքի լեզվով խոսի։ Ես ինչու համար եմ հարցնում, տեսեք, այսօր էլ Ալիևն է լինելու Թուրքիայում եւ երեք էլ Ալիևը նորից այսպես ավելի կոշտացած ռետորաբանությամբ էր խոսում, նորից նշում էր այդ 100,000-ավոր ադրբեջանցիների մասին, ովքեր պետք է վերադառնան Հայաստանի իրենց հողերը, նաև երեք խոսում էին Զանգեզուրի միջանցքի մասին, իսկ մեր վարչապետն էլ խորհրդարանում ասում էր նորից, որ խաղաղություն պետք է լինի եւ պատերազմ չպետք է լինի։ Կարծում եմ Ադրբեջանի պարտադրանքներով Թուրքիան մեզ հետ չի խոսի, որովհետև այս 5 տարի է այդ Ադրբեջանի ցանկությունները կա, իրենք Հայաստանից ուզում են երկրագունդը, որ Հայաստանը իրենց տա, բայց մենք տեսնում ենք, որ պրակտիկան այլ բան է ցույց տալիս։ Թուրքիայի կողմից պարտադրանք կարծում չի լինի, կլինի առաջարկ Հայաստան, ես ենթադրում եմ, եթե մենք խելք ունենք, մենք էլ պետք է առաջարկ անենք, Հայաստան-Թուրքիա սահմանից օտար պետության զորքերը պետք է դուրս գան, որովհետև ես պնդում եմ, որ Թուրքիան Հայաստան-Թուրքիա սահմանը Հայաստան-Թուրքիա սահման չի դիտում, դիտում է Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան սահման։ Ես ենթադրում եմ, այդ հարաբերությունների կանոնավորման մեջ իրենք այդ պայմանը դնելու են, ինչը մեզ ձեռնտու է։ Շնորհակալություն։ Այսքանը մեր հյուրն էր քաղաքագետ Հայկ Սուքեսյանը։ Տարին առաջ ընթացով կայունությամբ եւ նոր ձեռքբերումներով հայաստանյան բանկերից մեկը ամփոփել է 2024 թվականին կատարած աշխատանքները։ Արարատ բանկն այսօր ամփոփեց 2024 թվականը բաժնետերերի տարեկան ժողովում, որին ներկա էր Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբենկյանը։ Նա նշեց, որ Արարատ բանկը ավանդույթներով բանկ է, եւ երբ ունենք երկար տարիների փորձ ունեցող բանկ, դա նույնպես շատ կարեւոր է։ Բանկի ակտիվները կազմել են 419 միլիարդ 489 միլիոն դրամ։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 4%-ով, կամ 15 միլիարդ 993 միլիոն դրամով։ Բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 52%-ը, նախորդ տարվա 49.7%-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։ Պլանային բոլոր առաջադրանքները կատարվել է 100%-ով եւ ավել, բայց մենք արդեն վերջի տարիներին ավելի շատ ուրախանում ենք բոլոր այն սոցիալական ծրագրերով, որոնք որ մեզ հաջողում է իրականացնել մի շարք ազգանվեր աշխատանք տանող կառույցների հետ։ 2024 թվականի ավարտին բանկի պարտավորությունները նախորդ տարվա համեմատ աճել են 1.6%-ով։ Ֆինանսական ցուցանիշներից զատ ներկայացվեց նաև կորպորատիվ սոցիալական ծրագրերի մասին տեսահաշվետվությունը։ Մեր ֆինանսավորումը չէր լինի, եթե չլինեին սոցիալական ծրագրերը ձեր կողմից վստահելի հաշվետու, իսկ մեր բոլոր գործընկերները միշտ հանդես են գալիս հաշվետվություններով, ինչը մեր բոլոր ծրագրերը դարձնում է չափելի եւ մենք լրացուցիչ անգամ վստահ ենք լինում, որ մեր
ոչ մի ներդրում իզուր չէ։ Արարատ բանկը Մատենադարանի կարևորագույն գործընկերներից է։ Բանկի աջակցությամբ կառուցվել է ձեռագրերի կենսաքիմիական լաբորատորիան, ապահովելով ոլորտի թռիչքաձև զարգացում։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը Մատենադարանի իբրև կարևորագույն ռազմավարական կենտրոնի ամրապնդման, միջազգային դիրքավորման տեսակետից լինելու է շարունակական։ Չնայած մարտահրավերներին 2024-ը Արարատ բանկի համար շարունակական հաջողությունների տարի էր։ Նոր համագործակցություններով, ձեռքբերումներով, միջազգային գործընկերության ընդլայնմամբ ու ֆինանսական ցուցանիշների աճով։ Զվարթ Ղազարյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Ուղևորություն դեպի մարզեր ավելի մատչելի եւ հարմար տարբերակով։ Մանրամասները մեր այսօրվա վերջին տեսանյութում։ Ամառը ճանապարհորդությունների, հարազատների այցելության սեզոնն է։ Yandex.Go-ն ներկայացրել է իր նոր միջքաղաքսակագինը, որի շնորհիվ այժմ հնարավոր է պատվիրել ուղևորություն Երևանից դեպի Գյումրի, Արմավիր, Արարատ, Սևան, Դիլիջան, Կոտայքի մարզի տարբեր համայնքներ եւ հակառակ ուղղությամբ, հարմար ու մատչելի ձևով։ Yandex.Go-ի միջքաղաքսակագնով կարելի է ուղևորվել մարզեր հենց տնից, մեքենան բերում է դռնից դուռ առանց ավտոկայան գնալու կամ տրանսպորտ փոխելու։ Ուղևորությունը ամբողջությամբ պատվիրողի համար է, առանց ուղեկիցների։ Միջքաղաքը նաև ավելի մատչելի է։ Օրինակ Երևանից Գյումրի գնալը այս սակագնով արժե 11300 դրամ, իսկ ստարտով 17300 դրամ։ Միջքաղաքում հասանելի են երկու տարբերակ, մեկն էլ հիմա եւ նախապատվեր։ Վերջինս ավելի մատչելի է եւ թույլ է տալիս պատվիրել ուղևորությունը 40 րոպեից մինչեւ 72 ժամ շուտ։ Պատվերները փոխանցվում են այն վարորդներին, ովքեր պատրաստ են երկար ճանապարհների, եւ երթուղիները ընտրված են այնպես, որ պահանջարկ կա երկու ուղություններով։ Yandex.Go-ից վստահեցնում են այս սակագինը օգտակար կլինի ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար։ Այն կօգնի առանց ավելորդ անհարմարությունների Երևանից հասնել օրինակ Խորվիրապ, Սևանավան կամ Դիլիջան, իսկ հետո անհրաժեշտության դեպքում մեքենա պատվիրել նաեւ վերադարձի համար։ Ուզեցի գնամ Ծաղկաձոր շուտ հետ գամ, որոշեցի տաքսի պատվիրեմ եւ տեսա, որ Yandex-ը նոր սակագին ունի, ստարտից մատչելի։ Yandex.Go-ն միջքաղաք սակագնի դեպքում ուղևորության արժեքի մեջ արդեն ներառել է մինչև 10 րոպե տևողությամբ կարճ կանգառները, օրինակ դադար տալու կամ սուրճ վերցնելու համար։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց։ Բարի գիշեր։